Արմավիրի նորակառույց այգում համախմբվել էին Խուդյան դրում ստուդիոյի սաները։ Տարածքը լցված էր դհոլի բարձր ու զիլ ռիթմով։ Նրանք նկարահանում էին իրենց նոր տեսահոլովակը։ Ինչի մասին է այդ տեսահոլովակը լինելու։ Իմ խմբի, իմ դհոլահարների, իմ արած աշխատանքի։ Տեսահոլովակ նկարահանելու գաղափարը պատկանում է ստուդիոյի հիմնադիր եւ դհոլի ուսուցիչ Տիգրան Խուդյանին։ Նա վստահ է, նման նախաձեռնությունները սաներին ոչ միայն ոգևորում են, այլև վստահություն են ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ Ինչ նպատակ ունի տեսահոլովակը։ Որ սիրեն երաժշտությունը, մենակ դհոլ գործիք է, չէ, բայց ավելի շատ որ բոլորը տեսնեն կողքից կամ տեսահոլովակը որ տեսնեն, հաճախեն դհոլի, լավ սովորեն, լավ դհոլահարներ դառնան, նպատակը դա է։ Տիգրան Խուդյանը երկար տարիներ է Արմավիրում, Արևիկ եւ Սարդարապատ բնակավայրերում դհոլի պարապմունքներ է իրականացնում։ Ճիշտ է, այդքան ժամանակ չի լինի, որ բոլոր տեղերը հաճախեմ եւ դասավանդեմ, բայց փորձում եմ գոնե կողքի գյուղերից էլ հավաքել երեխաներ, պարապել նրանց հետ, ինչ-որ մի բան փորձեմ սովորացնեմ բոլորին։ Ես իմ սաներին շատ եմ սիրում, ուզում եմ բոլորն էլ առաջինը կիրթ մարդ լինեն, հետո նոր երաժիշտ ու կուզեմ, որ իրենց կյանքում միշտ երաժշտությունը նրանց ուղեկից լինի։ Նա ինչպես ձեզ հայտնեց լուրը, որ պետք է հավաքվենք Արմավիր կենտրոնական հրապարակում ու տեսահոլովակ նկարահանենք։ Դե քանի որ հրապարակը նորաբաց էր, ինձ մի օր զբոսնելու ժամանակ տեսավ այս տեղը ու ասեց, որ ուզում եմ մեր մեծ խումբը գա նստի այստեղ նվագի, երեխաներին էլ տենց ավելի շահ գրգռելու համար, որ էլի ճանաչում կունենան, որոշեցինք, արեցինք։ Այգում էին գտնվում նաև դհոլահարների հարազատները, ուսուցչի նախաձեռնության մասին տեղում էին տեղեկացել եւ մեծ ուրախությամբ հետևեցին նկարահանման գործընթացին։ Ինչ է կարծում, պետք է գյուղերում խմբակ լինի։ Անպայման, էսի շատ լավ է, գյուղի կյանքը աշխուժանում է, գյուղի երեխեքը փողոցից կտրվում են, էլի գալում են, ժամանակ են անցկացնում։ Մեջները գլեն շնորհաշատ երեխաներ, որ կողա վաղը միսօր մեր երկիրը ներկայացնեն, մեր հանրապետությունը, մեր գյուղը, մեր մարզը, իհարկե, շատ լավ է։ Շնորհակալ ենք Տիգրան Խուդյանին, ինքը որպես մարդ առաջինը շատ լավ մարդ է, մենք իրանից շատ գոհ շնորհակալ ենք նրա համար նաև, որ մեր երեխեքին են կոպիտ ասած փողոցից կտրում է, մեր տաղաններին կարողանա բացահայտի, մեր երեխեքը առաջ եթան, ամեն ձևով, ամենալավ ձևով։ Շատ ուրախ եմ, որ երիտասարդները այս զբաղմունք ունեն, մտածում են երեխաների մասին, շատ տպավորված եմ։ Ուղղակի հիացած եմ, գերազանց աշխատում է իրենց ուսուցիչը իրենց հետ, Դավիթը սիրով գնում է պարապմունքներին, ճիշտ է, երբեմն տանը այնքան դհոլ նվագում, որ մենք մոռանում ենք լուրերը նայել կամ ճաշ պատրաստել, բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի, տարիներ հետո կհիշենք, կպատմենք իրեն։ Իմ երեխան 8 տարեկան է, արդեն 3-րդ տարին է դհոլի է հաճախում, շատ տպավորված ենք, ինքը շատ ոգևորությամբ է գալիս դհոլի, մենք իրանից ավելի երևակայի ավելի ոգևորված, իր ամեն փոքր հաղթանակ, ամեն փոքր լավ առաջ գնալու նվագելու ինչ-որ փոքր քայլ մեր համար ուրախություն է, ու այսօր էլ Ընկեր Խուդյանը որ կազմակերպել էր նկարահանումը, մենք շատ մանրամասներից տեղյակ չէինք, սակայն շատ ոգևորվել ենք, դուք էլ եք տեսնում այստեղ, որ միանման հագնված, միանման նվագող երեխաներ, այս քանակի երեխաներ նստած, ինչքան սիրուն է լինում, ինչքան կազմակերպված է լինում, ինչքան աշխատանք է տարվում դրա համար։ Դհոլահարներն իրենց հերթին խոստովանում են, ուսուցչի շնորհիվ մասնակցում են բազմաթիվ փառատոնների, համերգների եւ դհոլը իրենց ապագայում լինելու է առաջին հորիզոնականում։ Ինչպես եղավ, որ որոշեցիր դհոլ նվագես, բազմազան գործիքներից ընտրեցիր հենց դհոլը, ինչու։ Որովհետև եղբայրս դհոլի էր գնում, հետո ինքը չգնաց, ես ուզեցի գնամ, որովհետև արդեն հավանել էի դհոլ նվագելը, հիմա գալիս եմ դհոլի։ Ահա, եւ ի՞նչն է իր հավանել դհոլի մեջ։ Որ ձեռքերով հարվածում ենք, լավ ձայներ ենք հանում դհոլից։ Որոշել ես ինչ ես դառնալու։ Հա։ Եվ դհոլահար։ Նոյ, քանի տարի է, որ Ընկեր Խուդյանի մոտ դհոլ նվագել ես սովորում։ 2։ Գոհ ես նրանից։ Խուդյան դրում ստուդիոյի սաներին մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։